Մենք կրկին նացիոնալ հյուրանոցային համալիրի Ռոուզ սրճարանում ենք, որը ընկերական և գործնական հանդիպումների համար շատ լավ կոլորիտ ապահովելուց զատ, նաև մեր անկեղծության ժամ հաղորդման համար շատ հարմար մթնոլորտ է ստեղծում։ Դե ինչ, շտապ ենք դիմավորել այսօրվա մեր հյուրին։ Բարև ձեզ, Սլաքեյմի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Ասում են կնոջ նույնիսկ ամենաանկեղծ խոստովանության ժամանակ լինում են չասված պահեր, բայց կարծում եմ, որ կայացած տղամարդը քողարկելու ոչինչ չի ունենա։ Թերևս այս պնդումը կփորձեմ այսօր ապացուցել այսօրվա իմ հյուրի հետ, դերասան, ով կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ ամենասիրելին։ Դե ինչ, իմ հյուրն է Սոս Ջանիբեկյանը։ Ես շատ ուրախ եմ, որ այդ մտքի հետ հարմարվել ես։ Երևի հենց այդ երեխան էլ կնպաստի նրան, որ մենք մեր երեխենք ունենանք։ Ես հավատում եմ դրան։ Ողջույն Սոս։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Շատ լավ, շնորհակալություն Սոս, ինչ է քեզ համար անկեղծություն ասվածը։ Անկեղծություն ասվածը, որտեղ բացակայում է կեղծը։ Ովքեր կարող են քեզ համար համարվել անկեղծ մարդիկ։ Ովքեր փորձում են կեղծ չլինել։ Կարողանում ես միանգամից զատել նրանց։ Իհարկե, փորձում եմ այսինքն միանգամից զատել, բայց ես ֆենոմենալ հատկություն ունեմ։ Իհարկե, երևի մեծամիտ հնչեց ֆենոմենալ հատկություն ունեմ, բայց ես կեղծը շատ շուտ եմ զգում։ Ես կարող եմ ինձ թույլ չտա իմաստությունը արտահայտվել դրա մասին, բայց ես դա միանգամից նկատում եմ, որովհետև առաջինը ինքը մարդը չի հավատում իր արարքին, երբ որ կեղծ է։ Խառնվածքով առավել շատ ռոմանտիկ մարդու տպավորություն ես թողել լսարանի մոտ, սա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Իրականում համապատասխանում է իրականությանը, որովհետև ինձ համար ռոմանտիզմը ինքը արվեստագետին բնորոշ հատկություն է ու ռոմանտիզմն է, որը իմ կարծիքով թե սիրո հարաբերությունների մեջ, թե կյանքի հարաբերությունների մեջ հենց փորձում է իր շեշտը դնել այդ երևույթներով ապրելու, շեշտը դնել անկեղծության, գեղեցիկի սիրո, երբնուրբ զգացողությունների վրա։ Այսինքն իհարկե ռոմանտիկ եմ։ Իսկ կյանքում ստացած ամենամեծ անակնկալը կամ անակնկալ, որ հենց դու ես արել, ռոմանտիկ։ Ռոմանտիկ անակնկալ իմ բոլոր արարքները սիրո մեջ իմ կարծիքով ռոմանտիկ են, որովհետև ես ամեն վայրկյանը գնահատում եմ, ամեն զգացմունքը, ամեն հպումը, ամեն հայացքը, ամեն խոսքը, ամեն պահը գնահատում եմ, տենց առհասարակ տենց ինչ-որ տարբեր արարքներ չունեմ իրարից, այսինքն ինչ-որ անակնկալներ մատուցած թե իրի, թե արարքի տեսքով, թե խոսքի տեսքով, այդպեսին չունեմ, որ տենց ինչ-որ բանով բարձացել եմ պատուհանին սրտիկ եմ նկարել կամ 100 հատ վարդ եմ փողոցում լցրել կամ մեծ փափուկ խաղալիք։ Իմ անակնկալները եղել են իմ վերաբերմունքի ու իմ սիրո մեջ։ Սա շատ դերասաններ կան, ովքեր փորձում են անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի կարողանան հանդիսատես ունենալ, լսարան ունենալ եւ մարդկանց համակրանքը շահել։ Քեզ մոտ սա առավել շուտ ստացվեց եւ ունեցար երկրպագուհիների մեծ բանակ։ Նախ ես ոչ մի բան չեմ արել, որ ունենամ երկրպագուհիների բանակ, ես ոչ մի բան չեմ արել, որ սիրվեմ, ես ուղղակի արել եմ իմ գործը լավ, անկեղծ ու արել եմ ու փորձել եմ անել իմ հնարավորությունների չափով անհնարինը, այսինքն ինչքան ես կարող եմ անել, ինչքան ես կարող եմ նվիրվել իմ գործին, իմ արվեստին, իմ կերպարներին, իմ ֆիլմերին, իմ ամեն ինչին։ Երևի դա է պատճառը, որ այդքան շուտ եմ սիրվել կամ արդեն կան ուրիշ հարցեր, որոնց պատասխանը մենակ ունի Աստված, որի մասին երևի խոսում է ինչ են մարդիկ շուտ սիրվում, ինչ որ լույս կա մեջը կամ չկա, ես իմ մասին չեմ կարող այդ ասել։ Ես կարող եմ ասել գործից ինչքանով եմ նվիրված եղել, երևի դա պատճառ է հանդիսացել այդպիսի հանդիսատեսների մեծ բանակի սիրուն արժանանալը։ Երկրպագուհի ու երկրպագու հասկացողությունը, որ ինձ երկրպագում են, ես շատ շնորհակալ եմ ու շատ ողջունում եմ ու իրանց առջև խոնարհվում եմ իհարկե, որ իրանք հասկանում են իմ արվեստը, հասկանում են ինձ, գնահատում են իմ աշխատանքը։ Բայց կան մի բազմություն իրանց մեջ, որոնք առանձնանում են ինձ համար, որոնք ուղղակի երկրպագում են ճանաչված մարդկանց։ Այսինքն չեն առանձնացնում որակը, չեն առանձնացնում մարդկային տեսակը, չեն առանձնացնում այդ մարդու հատկություններն ու արժեքները։ Բարձր հասկանալի է, որ առանձնացնում ես այն մարդկանց, ովքեր գնահատում են քո արվեստը։ Ովքեր գնահատում են իմ արվեստը, իմ առանձնահատկությունները, իմ տեսակը մարդկային։ Վերջերս զանգվածային լրատվական միջոցները անդրադառնում են այն հարցին, որ Սոս Ջանիբեկյանը պատրաստվում է լքել Հայաստանը եւ փորձել արտերկրում իր կարիերան շարունակել։ Ասեմ, որ Սոս Ջանիբեկյանը, այսինքն ես,
տենց նպատակ չունեմ, չեմ պատրաստվում այստեղից գնալ։ Ուղղակի այդ մտքից, որ կարող եմ մի օր այստեղից գնամ, չեմ վախենում ու ավելին ասեմ, ցանկանում եմ գործի ու արվեստի իմաստով այստեղից բացակայել ու հանդես գալ համաշխարհային կինոարտադրության ու համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ ինչ որ մի լավ դերով, լավ դրամատուրգիայի մեջ, լավ կերպարով, լավ գործով, այսինքն լինել իմ գործում այնտեղ նաև։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Ու այդպիսի կամուրջներ ու ճանապարհներ, այսպես ասած, բացվում են գնալով, ինչքանով ես Հայաստանում նկատում եմ, օրինակ, ես նկարվեցի արդեն 3 ռուսական ֆիլմում Միշա Պողոսովի հովանու ներքո, որը պրոդյուսերն է, որը ստեղծել է այդ կամուրջը Հայաստանից Ռուսաստան համատեղ կինոարտադրության։ Ռեժիսորները մեր հայ, որը Ռոմաննա Մուշեղյան, Արմաննա Գևորքյան, Կարեննա Ադամյան, որոնք նկարում են այդ ֆիլմերը ու իրենց շատ շնորհակալ եմ, որ այդ իրանք ինձ ընտրեցին այդ դերերում ու նաև շնորհակալ եմ Միշա Պողոսովին, որ այդ կապը ստեղծել է ու ես հանդես եմ գալիս այդտեղ։ Այսինքն եթե օրինակ ինչ որ մի օր, որ ես միշտ սպասում եմ հրաշքների ու հավատում եմ հրաշքների, եթե ինչ որ մի օր մի ռուսական ռեժիսոր կամ մի արտասահմանյան ռեժիսոր լավ առաջարկ ունենա ինձ լավ գործով, լավ դրամատուրգիայով, լավ ֆիլմ, լավ դերով, ես միանգամից հանդես կգամ ու ցավոք, որովհետև ունենք մենք մի խնդրեմ։ Ես խնդրեմ չեմ ունեցել լինել սիրված կամ գնահատված։ Ես ուղղակի միշտ ցանկացել եմ ու ցավ ա եղել, երբ որ քո արվեստը կամ աշխատանքը կամ մի խոսքով քո գործը չեն գնահատում։ Այսինքն ես որպես անձ գնահատված ու սիրված լինելու խնդրեմ չունեմ, ընդհանրապես ցանկություն էլ չունեմ, ոչ մի բան դրա համար էլ հատուկ չեմ անում։ Բայց կարծում եմ, եթե կա այդ կամուրջը կինեմատոգրաֆիայի աշխարհում, կարող են նաև դրսից նկատել տաղանդավոր մարդկանց։ Այդ եմ ասում, քանի որ ես սպասում եմ հրաշքների ու ես ամեն օր սպասում եմ հրաշքի ու իմ կյանքում հրաշքներ շատ են եղել։ Ես մտածում եմ, որ մի օր օրինակ, եթե ինչ-որ մի ռեժիսոր ինձ տեսնի մի լավ ֆիլմի համար, մի լավ դերով, ես բնականաբար չեմ հրաժարվի։ Ու ամենամեծ ցավն է, որ Հայաստանում քո գործը ու քեզ որպես մասնագետ տենց տենդենս կա, որ գնահատվում ես, երբ դուրսը ինչ-որ բան արած ես լինում։ Այսինքն, երբ դու այստեղ ես, դու տաղանդավոր ես, իմ մասին չի խոսքը։ Երբ դու այստեղ ես, դու տաղանդավոր ես, դու խարիզմատիկ ես, դու ձգող ես, դու լավ մասնագետ ես, պրոֆեսիոնալ ես ու դու քո գործում լավն ես, դու այդքան գնահատված չես, ինչքան եթե դու դուրսը շատ կարճ ժամանակահատվում կայանաս կամ ինչ-որ քո գործում ինչ-որ բաներ ապացուցես, այստեղ արդեն քեզ կընդունեն իբրև դու շատ ավելին էիր, քան միջև դրսում լինել։ Հետո մեզ մոտ կա սովորույթ, եթե մեկը երևում է, բարբերաբար փորձում են անընդհատ ֆիլմերում նույն մարդկանց լինեն, բայց հանդիսատեսը եւս ունի պահանջարկ տարբեր մարդկանց տեսնելու։ Այսօր խոսեցինք նաև երկրպագուհիների մասին եւ համոզված եմ, որ կան աղջիկներ, ովքեր կցանկանան լինել Սոս Ջանիբեկյանի կողքին եւ հետաքրքիր է աղջիկը ինչ հատկանիշներ պետք է ունենա քո կողքին լինելու, քո սիրտը շահելու համար։ Որ ասեմ, այդպիսի կարծրատիպեր ես իմ մեջ ստեղծել եմ, որ աղջիկը պետք է ունենա, չկա այդպիսին։ Այսինքն ես կարող եմ սիրահարվել ծայրահեղությունից ծայրահեղության կանանց, իրանց տեսակի, իրանց բնավորության եւ իրանց արժեքների հարցում։ Ինձ մոտ դա լինում է շատ անկանխատեսելի ու ոչ գիտակցված, իսկ եթե գիտակցված չի, այնտեղ չկան կանոններ։ Սոս վերջերս նաև շատ խոսակցություններ են պատտվում այն մասին, որ Սոս Ջանիբեկյանը սիրահարվել է ամուսնացած կնոջ։ Որքանով է համապատասխանում իրականությանը, կարծում եմ, սա նաև շատ լավ առիթ է թեման վերջնականապես սպառելու։ Սոս Ջանիբեկյանը հիմա սիրահարված չի ամուսնացած կնոջ։ Սոս Ջանիբեկյանը չի էլ սիրահարվել ամուսնացած կնոջ, այսինքն սիրահարվել է։ Երևի եղել են դեպքեր, որ սիրահարվել եմ իմ կյանքում, բայց ամուսնացած կնոջ դա ինձ համար տեսակ է, ոչ թե կոչում է, այլ տեսակ է, ոչ թե դա թուղթն է ապացուցում ամուսնությունը եւ հարսանիքը, այլ այդ կինն է ապացուցում ինքը ամուսնացած է, թե ոչ, ինչ որ մեկի կեսն է արդյոք, ինչ որ մեկի հետ ամուսնացված է, այսինքն ամուսնացած կնոջ հետ այդ տիտղոսի ու այդ տեսակի սիրահարված չկա, բայց ուղղակի թղթով ամուսնացած, որից ակնհայտ իմ զգացողություններն այնպիսին են եղել, որ ինքը իր կյանքում իրանից չեմ զգացել ամուսնու ներկայությունը իր հետ ու իր մեջ։ Այդ ժամանակ զգացողություններս ու զգացմունքներս մի քիչ ազատություն են իրենց տվել։ Իհարկե ես դրան դեմ եմ, առհասարակ ինչ որ
քայլեր ձեռնարկել ամուսնացած ու արդեն իրար գտած երկու մարդու միջև, չնայած եթե մի բան պետքա լինի, իրանց հետ կլինի, այսինքն եթե քո շնորհիվ պետքա իրենց ամուսնությունը քանդվի, ավելի լավ, որ դա շուտ քանդվեց, որովհետև ինքը ամուր չէր, եթե կարողացար քանդել, բայց առհասարակ ես հեռու եմ մնում, որպեսզի իմ ճակատագրով չխառնվեմ ուրիշների ճակատագրի մեջ ու իմ ճակատագրի վրա չվերցնեմ ուրիշների կարման ու իմ կարմայով չներխուժեմ իրանց ճակատագրի մեջ։ Փորձում հեռու մնալ, փորձում եմ չլինել գայթակղության ինչ-որ մի երևույթ, որը պետք է մեկի համար փորձությունների հանդիսանամ, որ վերջում ինքը հասկանա ինձ ուզում է, թե ոչ, կամ ինչ-որ բաներ դնի եւ համեմատի իրար հետ, թե որ նա ուզում։ Փորձում եմ այդպիսի, կոպիտ ասած, ինտրիգաներից, այդպիսի գայթակղությունների ու ֆլիրտների ու սուտ արժեքների վրա հիմնված աշխարհներից հեռու մնամ։ Մշտապես ասեկոսեների կենտրոնից հեռու մնալու, բեմական կյանքից երբ փոքր-ինչ հոգնում ես, բազմականակ բեմական աշխատանք, բնականաբար շատ զբաղված ես լինում, երբ մենանում ես տանը, քեզ հետ, դու ինքդ մենակ ես լինում, ինչ ցանկություն է լինում քո մեջ, որ անպայման ուզում ես իրականացնել։ Հա, իմ ցանկությունները շատ են, ու ես ամեն օր ինչ-որ բան ցանկանում եմ ու անընդհատ իմ ցանկությունների հետ եմ ապրում։ Ես իմ տեսակով երասկոտ եմ ու իմ երազանքները շատ են, որոնք վերաբերում են եւ գործիս, եւ անձնականիս, եւ կյանքիս։ Այսինքն ես ունեմ երջանկության ինչ-որ մի բանաձև, որը կարծում եմ դա է։ Ես փորձում հասնել դրան, երբ միտքդ, հոգիդ ու ցանկություններդ ներդաշնակ են, երբ արդեն անցնեմ երկրային հատկություններին, երբ գումար ես վաստակում, որ կարողանում ես քեզ ապահովել, այնպես ապրել, ինչպես դու կուզեիր, իսկ այդ գումարը վաստակում ես քո սիրած աշխատանքով, որից հաճույք ես ստանում, որ դավաճանված չես լինում, չես խաբում, դու դավաճանված չես, լավ ընկերներ, առողջ ընտանիք ու առողջ կյանք։ Այսինքն իմ ցանկություններից այդ ցանկություններս դրան հասնելու ունեն ինչ-որ մասնիկներ, որոնք պետք է իրագործես, որ հասնես արդեն գլոբալ ցանկությանդ։ Ամեն գիշեր մտածում եմ դրանց մասին, թե ոնց կարողանամ ինչ-որ մի բան նորից անել։ Իսկ կին-տղամարդ հարաբերություններում քո բանաձևը, այսինքն ինչ պետք է անի տղամարդը միշտ ճիշտ կոնտեքստ ունենալու համար։ Ինձ համար գոյություն չունի։ Սա ճիշտ է, սա սխալ։ Եթե սեր է, ապա անկանխատեսելի է ամեն։ Եթե մարդ է, ապա անկանխատեսելի է, որովհետև մարդը անկանխատեսելի է, մարդը եթե լիներ ճիշտ չէր գա այս աշխարհ, որովհետև ինքը եկել է հենց սխալների աշխարհ, սխալների մեջ, սխալներ թույլ տալով, սխալներ գործելով։ Ճիշտ ընդեղ է, ճիշտը որտեղ դու հետո գնալու ես ու որտեղից եկել ես։ Ճիշտ տղամարդը, այսինքն ինձ համար սև ու սպիտակ որպեսի չկա ճիշտ արարքներ, կան տղամարդկային արարքներ, մարդկային արարքներ, խղճով մարդու արարքներ եւ բարի մարդու արարքներ։ Ինձ համար կարծում եմ, որ դրանք արժեքներ են, որը մարդը միշտ պետք է դրանց հետևի ու պահի։ Այսինքն իր խղճից դեմ չգնա, ուրիշի հետ վարվի այնպես, ինչպես կուզեր ուրիշը իր հետ վարվեր, լինի բարի, իր խղճի դեմ լինի մաքուր ու անկեղծ, փորձի ամեն ինչ անել, որ իրեն լինի լավ, ուրիշին վնաս չլինելով, դրանք են ճիշտ արարքները, կոպիտ ասած ճիշտ, ճակերտներում, որոնք ինձ համար հենց ճիշտը չեն, ուղղակի դրանք մարդկային արարքներ են։ Ինչ կցանկանաս հարցազրույցի վերջում ասել հաղորդումը դիտողներին, մարդկանց ցանկություն, բարեմաղթանք։ Առաջին հերթին կուզեմ, որ իրանք լավ լինեն, լավ եղեք։ Երկրորդ հերթին կցանկանամ, որ նախ շնորհակալությունս կհայտնեմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ինձ երկրպագում են, նայում են ու գնահատում են արվեստը, շատ շնորհակալ եմ ձեզ։ Բոլորին ցանկանում եմ լավ եղեք ու մնացեք բարի։ Ես էլ ուղղակի հավելեմ, որ իսկապես քիչ են լինում հյուրեր, ովքեր անկեղծ են լինում, որ հասկանում ես այդ անկեղծության սինդրոմը միանգամից, այնպես որ շատ շնորհակալ եմ, շատ անկեղծ ու անմիջական հարցազրույցի համար։ Դե ինչ, այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը, իսկ իմ հյուրն էր եզակի մարդկային տեսակ եւ ճանաչված դերասան Սոս Ջանիբեկյանը։ Ես իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Զաքյան 1 հասցեում գտնվող Փերի գեղեցկության սրահին եւ Գալատեա էսթետիկական բժշկության կենտրոնին։ Իսկ հագուստի համար Շատվերյան դիզայներական ստուդիայի գլխավոր դիզայներ Դիանա Շատվերյանի։ Կհանդիպենք։